Նրանց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրկացուփ եռում էր ձեր ոտների տակ։ Դուք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ 1000 տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողտ, համառ ու վսեմ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում եք հևիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր։ Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները։ Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին։ Եվ այժմ, ով ուխտյալ հսկաներ, ազատության խորանի առաջ ծնրադիր, ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձեզ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահ տրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով։ Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արցունքով, և ձեզնով այն վսեմ, այն արյունաներ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով, և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա։ Փառք ձեզ, խոնարհ հերոսներ։ Ճակատամարտի ելքը վճռվում է ճակատամարտից առաջ։ Ու թե հատկապես սրտի թրթիրի ինչ զորությամբ ես մարտի մխովում։ Հոգու պերկության որ սանդղակն է բասկից զորավիք։ Այդ չափ է ապահովված հաղթական ավարտն այն կռվի, որը մաղում ես վերահաստատելու ազատ ու անկախ ապրելու անվաղանցելի իրավունքիդ համար։ Հայտնությանդ վճիռը կայացված էր ու արդեն նորաթուխ առաջնորդիդ էր վիճակված նախորդ անվանակցիդ վարքով սուրբ լեռը գալու, ստանալու պատգամն այն, որի իրագործմամբ դառ մակարումով հետայսու փրկության լույս է իր սփռելու ցեղի ապագայի համար։ Հայրենիքդ սրբագործելու ճանապարհին թանձրամիտ խավարահոգի խուժանին վճռական հուժկու հարվածով տապալելու ուխտ երազանքը իբրև անխուսափելի ժառանգություն քեզ էր վիճակվել։ Ահա դու
Հայրենադավի կեղծ պիտակով հայրենիքից արտաքսված Սամվել Չաուշի ու Գևորգ հորդ սոսկական հաղթանակը, Կիլիկիո երկրի վերջին գահավիժման վրեժխնդիր ջահակիրը, բոլորանվեր Ֆիդայիդ, հայն ու հայրը այն, որն անդրդվելի տենջով առաջ էր մղվում հաղթական ելքի հասցնելու այն աղոթքը, որը քեզ էր նախաշնորհված։ Մովսես Գորբիսյան Խորշովադեմ, պիրկ, ընդգծված հայացքով, անսահման վճռական, մռայլության չափ կրքոտ, բայց նաև հուզական, ժպտախոհ, պարզ մարդ։ Հայորդի, որ եկավ լուսավորելու մոլոր սրտերին և իրագործելու երդումն այն, որ հայտնության ճիչի հետ դաջվել էր նրա ըմբոստ հոգում ու օրվա պահանջի հետ դարձավ աներեր խոսք ու գործ։ Մենք 70 տարիների ընթացքում հասցրեցինք, կարողացանք գիտակցել մեկ լոզունգ, մեկ կարգախոս, ամենակարևորը, դա անցած տարի էր, որ մենք պարզած գնացին Գեղեռնի հուշարձան, այդ միտքը հետևյալն էր, սուքը հավերժ է, եթե պայքար չկա, մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք։ 88-ի հեղաբեկում արդեն կայացել էր։ Դեռևս խորհրդային հայրենիքի բանտերում արդեն 6 անգամ մեկուսացվել էր։ Դեկտեմբերյան ցուրտ խոնավ պատժախցում 6-ամյա դստերը արդեն նամակով պատգամել էր, որ ամենայն ինչ անցողիկ է և միայն հող հայրենին է հարատև ու սուրբ։ Ու հիմա նրան տենդագին մի միտք էր տանջում, պատեհապաշտ ժամանակավոր հայրենասերները մասնավոր կրքերի զոհ չդարձնեն այն, ինչը երկարատև լոթարգիայից արթնացել ու ազատության էր տենջում, այլապես ամեն ինչ վտանգվում էր։ Տեր զորի լլկված 100,000-ները արդար վրեժի էին կոչում։ Պանդուխտ պապերի անվերջ դեգերող իղձերը դարմանի հույս էին տենջում։ Քո, նաև քո հաղթական զարկն էր պակասում։ Եվ դու զորավիկ դարձար ճանապարհացույցը պապակ սրտերի, գոցված զնդանից սուրբ եռագույնը տուն դարձավ քո զրկանքների, կռվի, ցավի, ուրախության ու լացի գնով։ Մեծ նախորդիդ պանծալին նժդեհի, անհայրենիք աճյունը վերջապես իր հանգիստը գտավ սպիտակավոր եկեղեցու գավթում ու վաղվա Ֆիդային սուրբ աճյունին երդում տալով երանիով պիտի հիշի քեզ, որ սկիզբ դրեցիր մեծ մեռելների հայրենադարձությանը։ Քեզ է ազատ և անկախ Հայաստանը։ Քեզ է այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Վաղվա այդ Հայաստանը իր քաջարի զավակների սխրանքին էր սպասում։ Պատերազմում նախ զարկվում է առաջին շարքի զինվորը, իր կուրծքը պատնեշ դարձնելով զինակցին, մորը զավակին, հայրենիքին։ Հայրենասիրության այլ խոտոր եղանակները, այլոց խեղճության շապիկ, քո ճամփան այլ է, միաուղի ու անդարձ, ազատություն կամ մահ։ Փրկագինն այդ ազատության քո նահատակումն էր, դժվար ցավագին, բայց այնքան կարևոր ու թանկագին։ Պատերազմում առաջինը,
դու էիր առաջինը, մահը քեզ է պարտական իր պարտության առաջին ցուցադրմամբ, դու հանդգնեցիր ձեռնոց նետել նրա մրթին, քո զորամարտն էր և դու խրամատի պետք չունեիր, երասխի մութ կռվում դու եղար լույս ճակատ, առաջին մարդն էր ու եղավ վերջինդ, հաղթական, ու ասես կարոտի գոհացման փարվելու պես լեռնականի մի գոտեմարտ էր, բախումդ քնդակի հետ, դու այդ վաղուց գիտեիր, երբ հին խաղի բերումով շիվը տնկեցիր ու կարճ հրաժեշտից հետո ժպիտը դեմքիդ մեկնեցիր ճակատ, քո շռնդալից հևքի առաջին արարն ավարտված է, ու հիմա նորելուկ բողբոջը քո ճանապարհն է բռնել, այցելումը շիրմիտ ցավ է, ափսոսանք, բայց և խոնարհում առքես քո զոհաբերության, ուխտյալդ իր ուղին անցավ արժանապատիվ ու հաստատուն, քեզ շնորհակալ ժողովրդիդ բարձրագույն պարգևը, քեզ կոչումը հերոսի, հերոսությանդ պտուղները ժառանգորդներիս, հունդը, որ իբրև հայր ծնեցիր, փոքր էր և գգվանքիդ կարիք ուներ, հետո երբ գիտակցեց վարմունքդ, դարձավ քո դրոշակակիրը, պետք է Հայաստանը, այն Հայաստանը, որը պետք է վաղը գա, շուրթերին նույն երգն էլ ինչ դու էիր սիրում, հոգում այն խռովքը, որ շարունակ ալիքվում է ու դեռ այս կես լուրջ, կես կատակ կյանքի արարների վերջում իր խոսքը կասի, դուստրդ, որին շունչ տվիր, անունից զատ լավագույն գոհարն է ու զարդը ոչ միայն այս իրական թատերգության մեջ, այլև այն անմար լեգենդի, որը վարակուրվելուց առաջ պսակվում է անմահությամբ։